Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, փառքասովոր մենք այսօր էլ կենթանի ենք առողջենք եւ կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սորել իրենից իր ճշմարտությունը։ Թող Աստված օրհնի մեզ իր Սուրբ Հոգին տա, որպեսզի այս ամբողջ դասի ժամանակ Սուրբ Հոգին մեզ բացատրի ճշմարտությունը։ Հիսուսի անով խնդրեցի փառք Որդու Սուրբ Հոգուն այժմ միշտ եւ հավիտյան դայրում ամեն։ Մենք սկսում ենք նոր եռամսյակ եւ այս եռամսյակի դասընթացը կոչվում է քրիստոնեական կյանքի եւ վկայության էությունը։ Այն գրվել է Ադենիլթոն Տավարես դե Ագուիարե կողմից։ Նա նոր կտակարանի մեկնաբանության պրոֆեսոր է Բրազիլիայի Բահիա նահանգի Կաշրեյրա քաղաքում գտնվող Հյուսիսային Հարինիստական քոլեջում, որտեղ նա ծառայում է 2010 թվականից։ Այս եռամսյակում մենք ուսումնասիրում ենք Պողոս Առաքյալի երկու Կորինթացիս նամակները, Կորինթացիներին ուղղված երկու նամակները։ Նամակները միշտ գրել են մարդիկ իրար, այսօր տեքստերի միջոցով է, հեռախոսների միջոցով եւ շատ այլ միջոցներով, եւ մարդիկ իրար գրում են ինչու, որտեղ բան ունեն ասելու։ Նույնպես Պողոս Առաքյալը։ Եվ թեև ինքը շատ բաներ ասելու այդ մարդկանց, բայց հնարավորություն չուներ նրանց դեմադեմ հանդիպելու, ում հետ ցանկանում էր խոսել, եւ դրա համար նամակ էր գրում։ Եվ այս գիրքը, Կորինթացիս գիրքը, ամենախորքային ճշմարտություններից մի քանիսն է պարունակում, որոնցից են, որտեղ մտադիր չէ ձեր մեջ մի ուրիշ բան իմանալ բացի Հիսուս Քրիստոս խաչվածից։ Հիսուս Քրիստոսից, այն էլ խաչվածից։ Որովհետև գիտեք, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։ Մյուս կողմից էլ երբ որ մենք կարդում ենք Պողոս Առաքյալի Կորինթացիս այս թղթերը, զարմանում ենք։ Ինչու, որովհետև տեսնում ենք, գիտեք, հայտնություն գրքի մեջ ամբողջ քրիստոնեական եկեղեցու գոյությունը բաժանված է 7 ժամանակաշրջանի եւ սա առաջին ժամանակաշրջանն էր։ Եվ հայտնություն առաջին գիրքը բավականին դրական նկարագրություն է տալիս առաջին եկեղեցուն, բայց այստեղ մենք զարմանքով կարդում ենք, որ շատ բարդ խնդիրներ կար Կորինթոս եկեղեցուն, նույնը նաև այսօր է։ Թեև Կորինթոսի խնդիրները չափազանց մտահոգիչ չէին, Կորինթացիներին ուղղված նամակները գրավում են մեր ուշադրությունը ոչ թե խնդիրների պատճառով, այլ թե ինչ ապշեցուցիչ կերպով է Պողոսը դիմակայում դրանց։ Նա հորդորում էր եկեղեցու անդամներին, որ իրենց անձը վարքը շրջապատող մշակույթը գնահատեն Հիսուս Քրիստոսի ավետարանի լույսի ներքո, այդպիսով բարձրացնելով խաչի պատգամը։ Ինչպես Պողոսն է ասում, ցանկացած շափանիշ, որը ցածր է ավետարանի պատգամից, պետք է դիտվի որպես նզովյալ։ Եվ Պողոսը ոչ միայն գրում է խնդիրների մասին, այլ տալիս է լուծումներ այդ խնդիրների։ Այսինքն գործում է որպես Հիսուսի ներկայացուցիչ, համոզելով մարդկանց թողնել իրենց վատ ճանապարհները։ Այսինքն շատ անդամներ այդ եկեղեցու չնայած մկրտվել են եկեղեցուն, կարծես թե քրիստոնյային դառել ընդունել էին Աստծո խոսքը, սակայն իրենց կյանքը այլ բաներ ցույց տալիս։ Պողոսի ժամանակներում Կորինթոսը հայտնի իր հարստությամբ եւ զարգացած առևտրով, ինչը պայմանավորված էր նավահանգստով, ճարտարապետությամբ, նավաշինությամբ, ուղղեցեգործությամբ,
Քաղաքը կարևոր ֆինանսական կենտրոն էր, սակայն միևնույն ժամանակ այն հայտնի էր նաև իր ամբարով արքով, կրոնական խառնաշփոթով եւ տարբեր աստվածների նվիրված սրբավայրերով։ Իրականում Կորինթոսի առօրյա կյանքը նշանավորվում էր բացահայտ կռապաշտությամբ։ Այս պատմամշակութային միջավայրը օգնում է հասկանալու Պողոսի հիմնական մտահոգություններն այդ քաղաքի քրիստոնյաների վերաբերյալ ու հետևաբար նրանց ուղղված իր հորդորներ, այսինքն մթնոլորտ այնքան փչացած էր Կորինթոսում, այնքան բնական էր դառել մեղքի մեջ ապրելը, որ նույնիսկ քրիստոնյաները չէին զգում, որ դա վատ է մեղքի մեջ ապրելը։ Նույնը կատարվում է այսօր։ Եվ այս երամսյակում մենք ուսումնասիրենք Պողոսի նամակները ուղղված կորինթացիներին, որտեղ նա ներկայացնում է ավետարանի պատգամը, որպես քրիստոնեական կյանքի վկայության էություն, այն չափանիշը, որի լույսի ներքո պետք է գնահատվի ամեն մի բան, շատ պրակտիկ խորհուրդներ է տալի այս գրքում Պողոսը։ Անկախ այն դժվարությունից, որոնց բախվում ենք մեր երկրային ճանապարհի ընթացքում, յուրաքանչյուր առանձին կամ եկեղեցին ընդհանուր առմամբ, Քրիստոսի համար մեր ծառայության խրթին հարցերի պատասխանը նույնն է, ինչ կորինթացիների դեպքում, որտեղ մտադիր չէի ձեր մեջ մի ուրիշ բան իմանալ, բացի Հիսուս Քրիստոսից խաչվածից։ Հիսուսը շուտով կգա, սա Քրիստոսի մեջ առավել մեծ միաբանության ժամանակ է, Սուրբ Հոգու հանդեպ աննախադեպ կերպով բաց լինելու հոգևոր պարգևների ճանադիր կիրառման եւ մեր հարություն առած Տիրոջ հետ ավելի խոր փորձառության ժամանակ։ Հիմա է ժամանակը ճշմարիտ քրիստոնեական ծառայության, տնտեսության ու առաքելության մեջ եռանդուններ գրավվածության, կեղծ ուսմունքների դեմ հոգևոր պայքարի, ինչպես նաև շնորհի, սիրո ու հաղորդակցության մեջ աճելու ժամանակը։ Սա խաչի պատգամին ամուր կառչելու եւ հավատարմություն ցուցաբերելու ժամանակն է, եւ կորինթացիներին ուղղված Պողոսի նամակները հենց դա են սովորեցնում մեզ։ Այսօր մենք ուսումնասիրենք առաջին դասը, որը կոչվում է Պողոսի ծառայությունը Կորինթոսում, եւ հիշելու համարն է Գործ Առաքելոց 18 գլուխ 9-ից 10 համարներ, եւ Տերը մի գիշեր Պողոսին տեսիլքի մեջ ասաց. մի վախեցիր, այլ խոսիր, մի լռիր, որովհետև ես քեզ հետ եմ եւ ոչ ոք քեզ վրա չի հարձակվի քեզ վնասելու համար, որովհետև այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ։ Ռուսերեն ասում են своих людей, много своих людей։ Ես շատ մարդիկ ունեմ այս քաղաքում։ Ինչ նկատի ուներ Աստված, այսինքն Աստծու ծառավ մարդիկ, ովքեր ուզում են Աստծուն ճանաչել, բայց հնարավորություն չեն ունեցել։ Եվ սա հնարավորություն էր նրանց համար Պողոսի այնտեղ լինելը եւ քարոզելը, հնարավորություն էր նրանց համար ճշմարիտ Աստծուն ճանաչելը։ Կորինթոսի եկեղեցին լի էր խնդիրներով, որոնցից շատերը նման են մեր եկեղեցիների այսօրվա խնդիրներին, գրեթե 2000 տարի անց։ Եվ Պողոսը Կորինթոսում բախվեց լուրջ դժվարությունների, սակայն դրանք դիմավորեց խաչի պատգամով։ Եվ այս պատգամին հավատարմությունը նաև այն ուղին է, որով պետք է դիմակայենք մեր ժամանակների մարտահրավերներին։ Պողոսը, երբ որ սկսում է իր թուղթը, բազմաթիվ թղթերը, նա գրում է, օրինակ Հռոմեացիս մեջ գրում է Պողոսը, Հիսուս Քրիստոսի ծառան, կոչումով առաքյալ, ընտրված քարոզելու Աստծո ավետարանը։ Այսինքն ինքը ասում է, որ ինքը ընտրված է Աստծո կողմից ինչի համար, որ քեֆ անի, լավ կյանք անի, ոչ, որ ավետարանը քարոզի։ Նույնը Աստված ուզում էր, որ անեին հրեաները, բայց նրանք չարեցին։ Նրանք կարծեցին, որ իրենք ընտրված են ուրիշներին շահագործելու
իրենց օգուտի համար եւ լավ ապրելու համար, այդպես հասկացան։ Կորինթացիներ առաջին Կորինթացիներ առաջին գլխի առաջին համարը Պողոս Աստծո կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալը լինելու կոչվածը եւ ուրեմն Պողոսը Աստծո կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ լինելու կանչվածը։ Հիսուսի հետ ունեցած իր հարաբերության եւ իր կոչման վերաբերյալ Պողոսի համոզմունքը այնքան իմաստուն էր, որ չհաշված մի քանի բացառություններ հենց այդ ձևով են ասկսում իր բոլոր նամակները։ Եվ նա իր կոչման ու առաքելության մասին խոսում է որպես Աստծո կամքի իրականացում, նա համոզված է, որ իր կոչումը ոչ թե մարդկանցից է, այլ Աստծուց։ Ինչպես Երեմիան, Պողոսն էլ Աստծո կողմից կանչվեց դեռ իր մոր որովայնից, Երեմիա առաջին գլուխ 5 համար։ Ուրեմն Երեմիայի մասին Աստված ասում է դու դեռ քո մոր արգանդում ես, ես ընտրեցի քեզ։ Եվ Գաղաթացիս 1:15-ում Պողոսը ասում է, բայց երբ կամեցավ Աստված, նա ընտրել էր ինձ իմ մոր որովայնից եւ կոչեց իր շնորհների միջոցով։ Եվ դա ինչի համար տեղ ունեցավ, որպեսզի նա Քրիստոսի ավետարանը հռչակի հեթանոսների մեջ։ Այս մեկ մարդը իր հավատարմությամբ Քրիստոսին ամբողջ Եվրոպան ավետարանեց։ Այն գործը, որ պիտի աներ հրեա ազգը, արեց այս մեկ մարդը Աստծո շնորհով։ Եվ Պողոս իրեն դասում էր նրանց շարքին, որոնց Քրիստոսը երևաց հարությունից հետո, մի քանի համար հետո նա ակնարկում է, որ իր առաքյալ լինելու կոչումը հենց այդ հանդիպման արդյունքն էր։ Հիսուսի առաքյալ կոչումը գաղափարների մի ամբողջ շարք է, ներառում հիմնական այն մատնանշում է մեկին, ով ուղարկվել է Հիսուսի կողմից, սակայն Պողոսն այս արտահայտությունն օգտագործում է նաև իրեն Քրիստոսի ծառա ներկայացնելու համար, ինչպես նաև որպես քարոզիչ եւ ուսուցիչ։ Անկախ այն բանից նա քարոզում է թե ուսուցանում, Քրիստոսը մշտապես տեսանելի է նրա ծառայության մեջ։ Մի խոսքով Պողոսը Հիսուսի առաքյալն է։ Հիսուսը Պողոսի առաքելության միայն կենտրոնը չէ, նա Պողոսի կյանքի կենտրոնն է։ Պողոսի մտքերը ու զգացումները լցված էին Հիսուսի ներկայությամբ։ Այս փաստի վկայությունն այն է, որ նա բազմիցս հիշատակում է Հիսուսին Կորինթացիների նամակի սկզբնամասում եւ շնորհակալական հատվածում։ Պողոսը այնքան էր սիրում Հիսուսին, որ չէր կարող դադարել նրա մասին մտածելուց ու խոսելուց։ Արդյոք այսպիսին են այսօր հովիվները մեր ավետարանիչները։ Նա ցանկանում էր Հիսուսի մասին պատմել իր խնամքի տակ գտնվողներին, որպեսզի նրանց կյանքը նույնպես քրիստոսակենտրոն լինի։ Թեև ինքը կոչված էր լինելու առաքյալ, նրանք կոչված էին լինելու Հիսուսի ավատարիմ հետևորդներ, այն ամենում, ինչի մեջ Տերը նրանց կանչել էր։ Ինչու՞։ Որպեսզի աչոկներ հավաքի Աստծո առաջ, իհարկե ոչ։ Նրա մեջ ապրում էր Քրիստոսը, նա ասում է, այլևս ես չեմ ապրում, այլ Քրիստոսն է ապրում իմ մեջ, հետևաբար Քրիստոսի սերը մարդկանց հանդեպ։ Գործ Առաքելոց 17 գլխի 16-34 համարը հատվածը նկարագրում է Պողոսի քարոզչությունը աթենացիներին, մինչև նրա Կորինթոս մեկնելը, ըստ Եվրութին նա այդ պահին չէր նախատեսում այցելել Աթենք, այլ այնտեղ գնաց որոշ ընկերների օգնությամբ Բերիայում հանդիպած ընդդիմության պատճառով։ Բերիայում, երբ որ ինքը քարոզում էր, նրան սկսեցին հալածել եւ ուզում էին սպանել եւ նրան տարան Աթենք, որպեսզի չսպանեն։ Նրանք, ովքեր Պողոսի հետ գնացել էին Աթենք, վերադարձան Բերիա,
Տիմոթեոսին ուշեղային հրանգելով, որ հնարունից շատ շուտ միանան նրան։ Եվ այս հատվածը այն մասն է, թե ինչ է ան Պողոսը նրանց սպասելիս։ Այսինքն Աթենքում ինքը չէր պատրաստվում քարոզել, բայց քանի որ սպասում էր, որ Տիմոթեոս ուշիղան գա, նա ժամանակ չի կորցնում։ Նա երբեք իր ժամանակը չի վատնել։ Նա սկսում է քարոզել Աթենքում։ Դա չպլանավորված քարոզ էր։ Նա խոսում է Հիսուսի մասին ժողովրանում, շուկայում և Արիսպագոսում, նա իսկապես չէր կարողանում դադարեցնել Հիսուսի մասին խոսելը և յուրաքանչյուր հնարավոր առիթ օգտագործում էր դա անելու համար։ Սրանից հետո Պողոսը Աթենքից մեկնելով, Գործք առաքելոց 18-րդ գլուխ առաջին համարից եկավ Կորինթոս և այնտեղ գտավ Ակյուղաս անունով մի հրեայի ծագումով Պոնտացի, որը իր կնոջ Պրիսկիղայի հետ նոր էր եկել Իտալիայից համաձայն Գոդեոս կայսեր հրամանին, որով բոլոր հրեաները Հռոմից պետք է հեռանային, և գնաց միացավ նրանց։ Եվ որովհետև արհեստակից էր, նրանց մոտ մնաց և աշխատում էր, քանի որ արհեստով վրանագործներ էին։ Ուրեմն ըստ հրեաների սովորության իրենք իրենց երեխաներին բացի կրթություն տալուց սովորեցնում էին նաև որևիցե արհեստ, որպեսզի նեղ ժամանակներում, եթե չկարողանան այլ ձևով վաստակել իրենց կյանքի համար, այդ արհեստը օգտագործեին և իրենց կյանքի համար վաստակեին։ Եվ Պողոսը բացառություն չէր։ Նա ուներ բարձրագույն կրթություն, շատ կրթված էր, մի քանի լեզուներ գիտեր, բայց նրան նաև սովորեցրել էին այս գործը, այսինքն վրանագործ։ Եվ չնայած ինքը շատ ինտենսիվ ձևով աշխատում էր, որպես ավետարանիչ, որպես քարոզիչ, որպես հովիվ, բայց նա դրա համար ոչ մի կոպեկ չէր վերցնում եկեղեցուց, այլ ինքը, այսինքն օֆիցիալ, որ վճարում են այսօր եկեղեցուհովիվներին, և միտեղ նշում է Պողոսը, որ Պետրոսն էլ է ստանում և Պետրոսը և այլ առաքյալները և նույնիսկ եկեղեցու հաշվին իրենց կանանց հետ էին ճամփորդում կամ որևիցե բան անում, բայց ասում է ես երբեք չեմ օգտվել այդ առավելությունից, այլ իմ ձեռքերով աշխատել եմ և համ իմ համար եմ ապահովել ապրուստ և համ էլ օգնել եմ նրանց, ովքեր կարիքավոր են։ Ուրեմն Պողոսը միանում է Պրիսկիղային և Ակյուղասին և իրար հետ վրաններ են սարքում, և որտև արհեստակից էր, նրանց մոտ մնաց և աշխատում էր, քանի որ արհեստով վրանագործներ էին։ Այսինքն Պողոսը երբեք պարապ չէր մնում, նա միշտ զբաղված էր։ Նա ամեն շաբաթ օր քարոզում էր ժողովրանում և համոզում հրեաներին ու հեթանոսներին։ Երբ Շիղան և Տիմոթեոսը Մակեդոնիայից իջան եկան, Պողոսը հոգու կողմից մղվում էր վկայության փաստելու հրեաներին, թե Հիսուսն է Քրիստոսը, և երբ նրանք ընդդիմացան և հայհոյեցին, զգեստները թափ տվեց ու ասաց. «Ձեր արյունը, ձեր գլուխը, ես անպարտ եմ, սրանից հետո հեթանոսներին եմ գնում»։ Այսինքն ինչպես Հիսուսն էր ասել, որ սկզբում հրեաներին քարոզեցեք, հետո նոր հեթանոսներին, նույնը արեց, այսինքն այդպես վարվեց Պողոսը առաջինը, ինքը քարոզում էր հրեաներին, և նրանք չընդունեցին։ Եվ ինքը, ինչպես Հիսուսն էր ասել, թափ տվեց իր հագուստները և ասեց. նայեք, ձեր արյունը մնում է ձեր գլխին, ես ձեզ զգուշացրեցի, իմ ձեռքերը մաքուր են ձեր արյունից, պատասխան տուն, դուք եք մնում ձեր կործանման։ Եվ այնտեղից գնալով մտավ մեկի տունը, որի անունը Տիտոս Հուստոս էր, մի աստվածապաշտ մարդ, որի տունը ժողովրդին կից էր։ Հետաքրքիր է, որ
Պետրոսը ընտրվել էր կամ Հիսուսի կողմից նշանակվել էր որպես հովիվ քրիստոնեական եկեղեցու, հրեաների քրիստոնեական եկեղեցու։ Եվ հետաքրքիր որ Պետրոսը սա չարեց։ Այսինքն ինքը չգնաց Հեթանոսի մետքարը, մի անգամ գնաց այդ Հռոմեացու մոտ, էնել եկա շատ մեծ պատմություն, դրանից եղավ իրան մեղադրում էին, թե ինչ ես գնացել դրա տունը մտել, քրիստոնյա հրեաներ, այո, նրանք նախապաշարմունք ունեին։ Եվ այսքան այդ պատը, որ ջանում էր կոտրել, Հիսուսը դեռ կոտրված չէր լիովին։ Եվ Պետրոսը արդարանում է։ Ինքը Պետրոսը նախապաշարում ուներ։ Դրա համար Հիսուսը այդ տեսիլքը նրան ցույց տվեց, որ երկնքից այդ սավան իջավ մեջը տարբեր բաներ, եւ դրանով հասկացրեց, որ հեթանոսներն էլ են փրկության համար որոշված եւ գնա այդ մարդուն քարոզի։ Բայց Պողոսը դրա կարիքն էլ չունեցավ։ Նա բաց մարդ էր, այսինքն բաց Աստծո համար։ Նա նախապաշարումներ չուներ։ Եվ նա իրականացրեց այն, ինչ որ պիտի իրականացներ հրեա ազգը։ Հրեա ազգը ընտրված էր, որպեսզի լույս լիներ այլ ազգերի համար, որպեսզի մեկ ճշմարիտ Աստծո մասին ճշմարտությունը տարածեր հեթանոսների մեջ, բայց նրանք չարեցին դա։ Նրանք գոռոզացան եւ գործանվեցին իրենց գոռոզության մեջ։ Բայց Պողոս այս մեկ մարդը, մեկ հրեան հետևեց Աստծո կանչմանը եւ արեց այն գործը, ինչ որ պիտի աներ այդ ազգը, այս մեկ մարդը։ Իհարկե իր օգնականների օգնությամբ։ Քրիստոս ժողովրդապետը հավատաց Տիրոջ իր ամբողջ տնով։ Տեսեք, ուրեմն նրանք հալածեցին, բայց սինագոգի ղեկավարը Քրիստոսը հավատաց եւ մկրտվեց։ Ասում է հավատաց Տիրոջ իր ամբողջ տնով։ Նաեւ Կորինթացիներից շատերը նրան լսելով հավատացին եւ մկրտվեցին։ Շատերը, տեսնում եք։ Եվ Տերը գիշերը մի տեսիլքի մեջ Պողոսին ասաց. «Մի վախեցիր, այլ խոսիր եւ մի լռիր, քանի որ ես քեզ հետ եմ, եւ ոչ մեկը քո դեմ չպիտի ելնի քեզ չարչարելու համար, քանի որ այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ»։ Եվ նա այնտեղ մնաց 1 տարի եւ 6 ամիս ուսուցանելով նրանց Աստծո խոսքը։ Ուրեմն Պողոսը Կորինթոս եկավ իր երկրորդ ավետարանչական ճանապարհության ընթացքում։ Ղուկասը հայտնում է, որ նա այնտեղ մնաց 1.5 տարի, ինչպես միշտ Պողոսն իր միսիոներական գործունեությունը սկսեց Ժողովրանում։ Ինչպես ասեցինք, Հիսուսի խոսքի համեմատ։ Երբ Շիղան ու Տիմոթեոսը վերջապես նրան միացան Կորինթոսում, Պողոսը տրվեց քարոզին, հրեաներին վկայելով, որ Հիսուսն է Քրիստոսը։ Ուրեմն Կորինթոսում իր գտնվելու ընթացքում նա եռանդուն զբաղված էր նրանց Աստծո խոսքն ուսուցանելով։ Այդ նույն համատեքստում նա արտահայտեց նաև իր հայտնի խոսքերը, որ կորինթացիների մեջ այսպես էր որոշել, որտեղ մտադիր չէր ձեր մեջ մի ուրիշ բան իմանալ, բացի Հիսուս Քրիստոս խաչվածից, այն էր խաչվածից։ Այսինքն, երբ որ Պողոսը Աթենքում էր եւ խոսեց Արիսպագոսում, նա ծանոթ էր հույն գրականությանը եւ մշակույթին, եւ այդ խոսքի միջով նա կարծես թե ուզում էր համոզել նրանց իր բանիմացությամբ, ինչպես կարող էր փիլիսոփայելով եւ այլն եւ այլն։ Բայց տեսնելով, որ ճիշտ է այնտեղ դարձի եկան որոշ մարդիկ, տեսնելով, որ այդքան օգուտ չտվեց, նա որոշեց, որ այլևս առանց այդ փիլիսոփայությունների կքարոզի միայն Քրիստոսի մասին, որովհետև դա է, որ Սուրբ Հոգու ազդեցությամբ ազդում է մարդու սրտի վրա։ Ուրեմն
Կորինթոսը հին աշխարհի կարևոր կենտրոններից մեկն էր, հայտնի իր բարգավաճ առևտրով, մեր թվականությունից 146 ուրեմն մեր թվարկությունից առաջ 146 թվականին քաղաքն ավերվեց Հռոմի կողմից եւ վերականգնվեց Հուլիոս Կեսարի կողմից որպես հռոմեական գաղութ մեր թվարկությունից առաջ 44 թվականին նոր կտակարանում հանդիպող Կորինթոսը հենց այս հռոմեական Կորինթոսն էր Պողոսի ժամանակներում Կորինթոսը Աթենքի գլխավոր մրցակիցներից մեկն էր եւ մի շարք ոլորտներում նույնիսկ գերազանցել էր նրան Կորինթոսը ուներ երկու կարևոր նավահանգիստ, որոնք թեթևացնում էին ապրանքների փոխանակումը եւ նպաստում նրա առևտրի զարգացմանը։ Անկասկած է, որ Պողոսը ընտրեց Կորինթոսը հենց նրա կարողության եւ աշխարհագրական շահավետիրքի պատճառով, բայց ընտրեց Աստծո խորհրդով։ Էլեն Ուայթ դրվագներ Պողոսի կյանքից H99 Այսպիսով հնարավորություն էր ստեղծվում ավետարանի տարածման համար։ Հաստատվելով Կորինթոսում նա այնուհետև հեշտությամբ կփոխանցվեր աշխարհի բոլոր մասերը։ Բացի այդ, Կորինթոսի ծաղկուն առևտուրը Պողոսին հնարավորություն էր տալիս հեշտությամբ հոգալ իր ապրուստը վրաններ պատրաստելով եւ վաճառելով միևնույն ժամանակ այդ քաղաքում ավետարանը քարոզելով։ Ակնհայտ է նաև, որ ավետարանչական գործունեությունը մեծ ու հարուստ քաղաքում ազատ չէր մարտահրավերներից։ Կորինթոսը աչքեր ընկնում բացահայտ կրոնական բազմակարծությամբ, ինչի վկայություն էին բազմաթիվ տաճարները, որ կառուցված էին ի պատիվ Ապոլոնի Աթենասի, Աֆրոդիտեի եւ նույնիսկ եգիպտական աստվածներ Սարապիսին ու Իսիսին երկրպագելու համար։ Այս կրոնական խառնաշփոթից բացի Կորինթոսը հայտնի էր նաև սեռական սանձարձակությամբ Հույն աշխարհագրագետ ու պատմագիր Ստրաբոնը նշում է, որ Կորինթոսի Աֆրոդիտեի տաճարում եղել են 1000 սուրբ 1000 այստեղ սխալ բառ է օգտագործված 1000 մարմնավաճառներ, որոնք դրանով էին զբաղվում այդ տաճարում։ Նրանք սուրբ չէին, նույնիսկ չակերտների մեջ չեն առել այդ սուրբ բառը, որոնք նվիրված էին Աֆրոդիտեի պաշտամունքին։ Չնայած բազմաթիվ գիտնականներ կասկածանքով են վերաբերվում այս տեղեկությանը եւ այն կապում են Աթենքի քարոզչության հետ ընդդեմ Կորինթոսի, որտեղ իրենք մրցակցության մեջ էին, հնագույն աշխարհում ծիսական մարմնավաճառությունը սովորական ընդունված երևույթ էր։ Սեռական անբարոյականությունը հիմնախնդիր էր Կորինթոսում, ինչպես եւ ամենուր։ Հրապաշտությունն ու անբարոյականությունը առօրյա կյանքի մասն էին եւ այս տխուր իրականությունը բացատրում է կորինթացիներին ուղղված առաջին եւ երկրորդ խտերի բովանդակության մեծ մասը։ Այսքան նորից այնքան տարածված էր այդ փչացածության մթնոլորտը, որ նույնիսկ քրիստոնյաներին այն բնական էր թվում։ Եվ ինչու Աստված ստիպված էր Պողոսին ասել, որ մի վախեցի։ Հետաքրքիր է, որ Պողոսը որոշ չափով հաջողություն Էլեն Ուայթը գործկարաքելոց գրքում գրում է։ Կորինթոսում ավետարանը քարոզելու համար Առաքյալն այլ ճանապարհ ընտրեց, որը տարբերվում էր Աթենքում իրականացրած իր աշխատանքից, նա վճռեց խուսափել մանրամասն փաստարկներից, որտեղ փաստարկներով մարդիկ դարձի չեն գալիս, կամ վեճերից ու քննարկումներից, եւ մտադիր չէր մի ուրիշ բան իմանալ կորինթացիների մեջ, բայց միայն Հիսուս Քրիստոսին եւ այն էլ խաչվածին։ Նա հասկացավ, որ միակ ձևը մարդկանց սրտին հասնելու դա Սուրբ Հոգու ազդեցությամբ արված Հիսուս Քրիստոսի մասին քարոզն է։ Եվ հետո ասեմ, Պողոսը որոշ չափով հաջողություն ունեցավ, բայց նա կասկածում էր, թե որքան իմաստուն է այն նյութից եկեղեցի կառուցելը, որ գտել էր այնտեղ։ Որքան իմաստուն է, այսինքն նա կասկածում էր արդյոք իմաստուն բան է այստեղ եկեղեցի կառուցելը։ Նա Կորինթոսը համարում էր ծառայության համար խիստ կասկածելի դաշտ եւ վճռեց հեռանալ այնտեղից։ Տեսնում եք, ինչու է Աստված նրան ասում, չէ, մի գնա մնա։ Այսինքն, որպես մարդ, Աստված ասում է, որ ինչպես երկինքը հեռու է երկրից, բարձր է երկրից, այնպես էլ իմ մտքերը բարձր են ձեր մտքերից։ Այսինքն, որպես մարդ, սահմանափակ մարդ,
Պողոսը հասկացավ, մենք բոլոր մարդիկը սահմանափակ ենք, Պողոսը որոշեց, որ Կորինթոսը շատ փչած աստեղը, աստեղ ոչ մեկն էլ դարձի չի գա, բայց երբ նա մտորում էր քաղաքը, ուրեմն Էլեն Ուայթը գրում է դիտարկումներ Պողոսի կյանքից իր գրքում, երբ նա մտորում էր քաղաքը լքելու եւ ավելի հեռանկարային դաշտ տեղափոխվելու մասին, որքան հաճախ մենք էլ որոշում ենք, թե ում քարոզենք, ում չքարոզենք։ Այս մարդը կարծես թե լավն է, սրան քարոզենք հաստատ դարձի կգա։ Դա այդպես չի լինում։ Մենք չգիտենք ով դարձի կգա, ով չի գա։ Հաճախ այն մարդիկ, ում մենք լավը չենք համարում, հենց այդ մարդիկ են դարձի գալիս։ Եվ Աստված ճանաչելով մարդկանց սրտերը, կարդալով մարդկանց սրտերը, տեսնելով նրանց ծարավը, ճշմարտությունը իմանալու համար, ինչ ասեց։ Ինչ արեց Աստված։ Տերը գիշերային տեսիլքով երևաց նրան եւ ասաց. մի վախեցիր, այլ խոսիր եւ մի լռիր, որտեւ այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ։ Պողոսը սա հասկացավ որպես Կորինթոսում մնալու հրաման, բազում մարդիկ ունեմ, ժողովուրդ բառ այստեղ։ Այսինքն այստեղ լիքը մարդիկ կան, որ դարձի են գալու Պողոս։ Դու մի նայիր, թե ինչպիսի կյանք է նրանք հիմա վարում, իրանք ծարավ ունեն իրանք սրտում փրկվելու։ Եվ Պողոսը չսկսեց վիճել Աստծո հետ, այլ լիովին վստահեց Աստծուն։ Ասում է Պողոսը սա հասկացավ որպես Կորինթոսում մնալու հրաման եւ որպես երաշխիք, որ Տերը պիտի աճեցնի ցանված սերմը։ Այսինքն Աստված գիտի, թե որտեղ է բեղմնավոր հողը եւ այնտեղ էլ ուղարկում է մեզ քարոզելու։ Մի մեծ եկեղեցի հավաքվեց Հիսուս Քրիստոսի դրոշի ներքո։ Պողոսը կարծում էր, թե այստեղ իմաստ չկա եկեղեցի դնելու եւ հնարավոր չի, բայց Աստված արեց այն, ինչ որ նախատեսում էր անել։ Շնորհիվ Պողոսի բացության եւ հնազանդվելու, այսինքն իր սիրուն, այնքան էր սիրում Հիսուսին, որ չէր վիճում հետը, չէր փաստարկներ բերում, որ ինչի ես եմ ուզում այստեղ մնալ։ Նա լավ գիտեր, եթե Աստված է ասում, ուրեմն Աստված մի բան գիտի։ Եվ սա շատ մեծ դաս է մեր համար։ Որ մենք, երբ որ նայում ենք մեր շուրջը, մենք չորոշենք, այս մարդը արժանի է քարոզել, այս մարդը արժանի չի։ Ոչ, մենք դա չգիտենք։ Մեր գործն է սերմնացանությունը, սերմը ցանելը մարդկանց սրտի մեջ։ Եվ Սուրբ Հոգին եւ Աստված գիտեն, թե ում սրտում այդ սերմը կա չի։ Ուրեմն Գործ Կարաքելոց 18:4-8 համարները մենք նոր կարդացինք այդ համարները։ Ուրեմն Պողոսի աշխատանքը Կորինթոսի իրանի շրջանում այնքան պտղաբեր չէր, որքան ինքը կցանկանար, նա ստիպված էր դիմակայել որոշակի թշնամանքի ու ատելության։ Աստվածաշունչն ասում է, որ նրանք ընդդիմանում էին ու հայհոյում։ Եվ հայհոյել բառը այստեղ հունարեն բլասֆեմեո բառն է, որը երբ որ մարդու համար է օգտագործված, նշանակում է նախատել կամ զրպարտել, այսինքն զրպարտում էին Պողոսին հրեաները։ Այսօր էլ կատարում է նույնը։ Այն մարդիկ, ովքեր ոչինչ չեն անում Աստծո համար, կամ գուցե մի փոքր բան, ինչ որ բան անում են, եւ այդ իրենց արածը սարքում են մեծ փիղ, մի փոքր բանը։ Բայց այն մարդիկ, ովքեր իրականում հզոր աշխատանք են կատարում Աստծո համար, նրանք սկսում են զրպարտել այդ մարդկանց։ Հետիք չէ իրենք չեն անում Աստծո համար գործ։ Գումարած դրան այդ կոչեցյալ քրիստոնյաները սկսում են զրպարտել նրան, ով որ ուզում է ծառայել Աստծուն, ով որ Աստծո համար գործ է անում։ Միշտ էլ այդպես է եղել։ Ճշմարիտ Աստծո ճշմարիտ աշխատողները միշտ էլ հալածվել են
սուտ անունով քրիստոնյաներից։ Այլ կերպ ասած, նրանք մտադիր էին արատավորել Պողոսի հեղինակությունն ու խանգարել նրա հաջողությանը իր ավետարանչական ջանքերում։ Նույնը կատարվում այսօր։ Շատ քիչ անհատներ են աշխատում Աստծո գործում եւ բավական էլ հաջողակ են եւ միշտ մրոտում են այդ մարդկանց։ Միշտ մի կեղտոտ բան են գտնում, որ զրպարտեն այդ մարդկանց։ Այսինքն այսպես կոչեցյալ քրիստոնյաները դառնում են սատանայի գործակալներ, որ խեղաթյուրեն եւ խանգարեն այդ մարդուն աշխատել Աստծո համար, որտեղ այդ մարդու գործի միջոցով առատ բերք է լինում Աստծո համար։ Բարեբախտաբար Պողոսի աշխատանքը Կորինթոսի ժողովրդանում իզուր չանցավ, ի վերջո Աստված ինքն էր տնօրինում իր առաքելությունը, նա խոստացել է նա, այսինքն իմ խոսքը ապարյուն չի վերադառնա ինձ մոտ, Եսայի 55:11։ Որոշ հրեաներ չէին սպասում, որ Քրիստոսը, ժողովրդանի պետը եւ նրա ընտանիքը կընդունեն Հիսուսին որպես օծյալ եւ կմկրտվեն։ Ոչ միայն նրանք, այլև կորինթացիներից շատերը նույնպես նրան լսելով հավատացին ու մկրտվեցին։ Շատ հավանական է նաև Քրիստոսի ազդեցության շնորհիվ։ Անմիջապես այն բանից հետո երբ Պողոսը հեռացավ ժողովրդանից, մի փորձառություն ունեցավ, որը քաջալերեց նրան։ Քրիստոսն անձամբ գիշերը տեսիլքով հայտնվեց նրան, ասելով այն խոսքերը, որոնք հիշեցնում են Եսայի 41:10՝ մի վախեցի, որտեղ ես քեզ հետ եմ։ Իսկապես Պողոսն ընդունում է Կորինթոսի իր վիճակը, ես տկարության վախով ու մեծ դողով եղած ես մոտ, նա ստիպված էր Բերիայից Աթենք մեկնել կատաղի ընդունության պատճառով, թվում էր նա մտածում էր, որ նույն մեծ հակառակության պատճառով ստիպված կլինի լքել նաև Կորինթոսը, սակայն այս անգամ դա տեղի չունեցավ։ Աստված սաստեց այդ տեղի հրեաներին, որպեսզի Պողոսը քարոզի եւ ինչպես Աստված ասեց, ես այդտեղ շատ մարդիկ ունեմ։ Այո, այդ բարեոլակված մարդկանց մասին Աստված ասեց, ես այստեղ շատ մարդիկ ունեմ։ Մարդիկ, ովքեր ծարավ են ճշմարտության։ Եվ նա հանուն այդ մարդկանց սաստեց հրեաներին, որպեսզի նրանք չկարողանան խանգարել Պողոսին իր գործը ավարտել Կորինթոսում, սկսել եւ ավարտել Կորինթոսում։ Կամ շարունակել։ Ուրեմն ասում է, սակայն այս անգամ դա տեղի չունեցավ, Հիսուսը նրան ասաց, այս քաղաքում ես բազում մարդիկ ունեմ, բազում, մի հոգի չէ, բազում, շատ։ Այն մարդկանց միջև, որոնց Պողոսը չէր համարում արժանի, չէր ուզում մնար, ասում էր, իմաստ չկա այս մարդկանց հետ խոսել։ Եվ Պողոսը նրա գործիքն էր փրկության լուրը նրանց հասցնելու համար։ Արդյոք մենք Պողոսի պես բաց ենք Աստծո առաջ, որպեսզի գործիք դառնանք մարդկանց փրկության համար, թե նախապաշարված ենք։ Սա այսպեսին է, այնպեսին է, սրան չքարոզեմ, սրան ասել, մենք չենք որոշողը, մենք ընդհանրապես սերմնացան ենք։ Աստված է, որ պատրաստում է հողը այդ մարդկանց սրտում, եւ մեզ տեսանելի չէ բոլորովին։ Արդյոք այդ մարդկանց սրտում հողը պատրաստ է, թե ոչ, դրա համար մենք պետք է վստահենք Աստծուն եւ մնանք եւ քարոզենք։ Այնտեղ, որտեղ կարծես թե հույս չկա։ Պողոսը Եփեսոսում էր, երբ գրում էր Կորինթացիներին ուղված առաջին ուղերձը, Քլոեի, որտեղ 16:5-9 համարներում ասում է, ձեզ մոտ կգամ, երբ անցնեմ Մակեդոնիայով։ Եվ եթե հարմար լինի ձեզ մոտ կմնամ կամ կձմեռեմ եւ դուք ճանապարհնեք ինձ ուր էլ գնալու եմ, որտեղ չեմ ուզում ձեզ հիմա հարևանցի տեսնել, հույս ունեմ մի որոշ ժամանակ մնալ ձեզ մոտ, եթե Տերը կամենա, բայց այժմ կմնամ Եփեսոսում մինչև Պենտեկոստի օրը, քանի որ ինձ համար աշխատանքի մեծ եւ կարեւոր դուռ է բացված, իսկ հակառակորդները շատ են։ Պողոսը արդեն գիտեր, որտեղ որ շատ են հակառակորդները, նշանակում է այնտեղ շատ հնարություն կա մարդկանց դարձի գալու։
Այսինքն հակառակորդները երբեք չեն կարող դիմադրել Աստծո գործին, Աստծո կամքն է միշտ կատարվում, եւ պետք չէ առիթ փնտրել եւ ասել, օ, այստեղ հակառակորդներ շատ են, ինչ չեմ կարող։ Խլոյի ընտանիքի անդամները գնացին նրա մոտ այն լուրով, որ Կորինթոսում գործերն այնքան էլ լավ չեն ընթանում։ Ա Կորինթացիների 1-6 գլուխներին Պողոս անդրադառնում է Խլոյի կողմից ներկայացված խնդիրներին։ Այդ խնդիրները ներառում էին խմբակային պարակտումներ, այսինքն Խլոյեն ոչ թե ուզում էր ամբասել, այլ անչափ մտահոգված էր եւ իր մտահոգությունները հայտնեց Պողոսին։ Այս խնդիրները ներառում են խմբակային պարակտումները, սեռական անբարոյականությունը, այո, եկեղեցում, դատական հայցերը եւ մարմնավաճառությունը։ Պողոսը նամակ է ստացել նաեւ կոնկրետ հարցերի հետ կապված։ Նրա պատասխանը ներառում է 7-րդ գլխից սկսած ողջ հատվածը։ Հարցերը վերաբերում են ամուսնությանը, ամուսնալուծությանը, կուսակրոնությանը, կուրքերին, զոհաբերված սննդին, պաշտամունքի ժամանակ վարվելակերպին, հոգևոր պարգևների օգտագործմանը եւ հարության վերաբերյալ սխալ պատկերացումներին։ Կորինթոսի այսքան Պողոսը պրակտիկ խորհուրդներ է տալիս նրանց, թե ինչ է նշանակում քրիստոնյա լինել։ Կորինթոսի եկեղեցին շատ հիմնախնդիրներ ուներ եւ հասուն չէր, հավանաբար ձեր տեղական եկեղեցին եւս շատ խնդիրներ ունի եւ այնուամենայնիվ Կորինթոսի եկեղեցին թերևս ավելի վատ վիճակում էր, բայց այս վիճակը շատ հիշեցնում է այսօր եկեղեցու վիճակը։ Աշխարհը այնքան է կեղտոտվել եւ այնքան բնական է մարդկանց համար դարել մեղքերը, որ նույնիսկ քրիստոնյաները չեն զգում, որ դա մեղք է։ Պողոսի առաջին նամակը Կորինթացիներին շատ արդիական է նաև մեր ժամանակների համար։ Ի վերջո միթե մենք էլ մեր օրյա շատ եկեղեցիներում որոշ չափով չենք բախվում նույն խնդիրներին։ Այս նամակը մեր շատ բան ունի ասելու։ Այն նրա բոլոր նամակներից ամենահարուստներից ուսուցողականներից է եւ ամենազորավորներից մեկն է, ինչպես գրում է Էլեն Ուայթը Առաքյալների գործերի գրքում։ Եվ Պողոսը հավանաբար 3 կամ 4 նամակ է գրել Կորինթացիներին, որտեղ նա գրել է մի նախնական նամակ մինչև Կորինթացիներին ուղերձը, այսինքն Ա Կորինթացիներ գրքում, որթվում է թե առաջին նամակն էր, 5-րդ գլխի 9 համարում Պողոսը ասում է. Գրեցի ձեզ այդ թղթի մեջ, որ չխառնակվեք պոռնիկների հետ, այսինքն այդ նախկին թղթի մեջ։ Սակայն այն կորել է, մեզ չի հասել այդ թուղթը, մինչև Բ Կորինթացիների ուղերձը նա գրել է մի նամակ, որը գիտնականներն անվանում են խիստ նամակ, բայց այս մեկը նույնպես կորել է։ Ոմանք ենթադրում, որ այս մասում, այսինքն Բ Կորինթացիս 7:8-ում, երբ որ նա ասում է. Եվ եթե ձեզ տխրեցրի այդ թղթով, չեմ ծղճում դրա համար, թեպետև ծղճացել է, որտեղ տեսնում եմ, որ այդ թուղթը առժամանակ տխրեցրել է ձեզ, բայց ասում եմ չեմ տխրում, որտեղ ապաշխարության տարավ այդ տխրությունը ձեզ։ Ուրեմն, Բ Կորինթացին ուղերձի հիման վրա մենք հասկանում ենք, որ Կորինթոսի եկեղեցու անդամները գտնվում էին շրջակա մշակույթի ազդեցության տակ, նրանք արժևորում էին այնպիսի երևույթներ, ինչպիսիք են մրցակցությունը, իշխանությունը, հարստությունը, ինչ որ այսօր է կատարում եկեղեցում, այսպես կոչեցյալ քրիստոնյաները մրցման մեջ են, իշխանության համար կռիվ են անում իրար հետ եւ նաեւ նույն ձևով հարստության են փափագում, ինչ որ աշխարհիկ մարդիկ։ Բաներ, որոնք այսօր նույնպես կարող են մարտահրավեր նետել մեր եկեղեցուն, ընդհակառակը Պողոսը ձգտում էր ստեղծել քրիստոսակենտրոն մշակույթ աշխարհին ավետարանին իզակետով նայելու ճանապարհով, ինչքան կարևոր է, որ մենք նույնպես տեսնենք մեր ներկա աշխարհը ավետարանի իզակետով։ Բ Կորինթացիս 2-րդ գլուխ 4 համար, որտեղ բազում վշտերի եւ սրտի նեղության պատճառով ձեզ գրեցի առատ արտասուքներով, ոչ որպեսզի տրտմեք,
այլ իմանաք իմ սերը, որն ունեմ առավել չափով ձեր հանդեպ։ Արդյոք այսօրվա հովիվները ունեն այս սերը իրենց հոտի հանդեպ, արդյոք նրանք արտասուքով վշտալից աղոթում են իրենց եկեղեցու անդամների համար եւ ինչու՞ չէ աշխարհիկ մարդկանց համար։ Թող ամեն մի հովիվ հարցնի ինքն իրեն եւ համեմատի իրեն Պողոսի նկարագրի հետ եւ Պողոսի օրինակին հետևի։ Պողոսը ասում էր ոչ թե ես եմ ապրում, այլ Քրիստոսն է ապրում իմ մեջ եւ հետեւաբար Քրիստոսի սերը։ Մենք պետք է քննենք մեզ, արդյոք Քրիստոսի սերը ապրում է մեր սրտում թե ոչ։ Եթե ապրում եմ մենք էլ աղերսներով սրտանց գաղութենք ուրիշների մոլորվածների համար, թե եկեղեցու մոլորվածների, թե աշխարհի։ Արձանագրված է, որ Պողոսը Կորինթոսում աշխատեց, այլ ոչ թե գոռոզանան նրանց վրա։ Արձանագրված է, որ Պողոսը վերջում կարդանք Էլեն Ուայթի դիտարկումներ Պողոսի կյանքից գրքից արձանագրված է, որ Պողոսը Կորինթոսում աշխատեց 1.5 տարի, սակայն նրա ջանքերը չսահմանափակվեցին բացառապես այդ քաղաքով։ Նա Կորինթոսը դարձրեց իր կենտրոնական կայանը, այսպիսով հիմնվեցին մի քանի եկեղեցիներ։ Պողոսի բացակայությունը, այսինքն տեսնում եք, երբ որ Պողոսը չընդդիմացավ Աստծուն, լսեց, մնաց եւ քարոզեց ինչ տեղի ունեցավ ոչ միայն Կորինթոսում, այլ նաև կողքի տեղերում բազում եկեղեցիներ առաջացան քրիստոնեական։ Եվ այդ մարդիկ, ում դեռ դասի չեկած Աստված համարեց իրենը, ինչպես որ ասում է, մյուս բակերից էլ ունեմ ոչխարներ, որ իմն է, եւ ասում է նրանց համար պետք է աշխատել։ Պողոսի բացակայությունը իր հոգացության տակ գտնվող եկեղեցիներից մասնակիորեն լրացվում էր կշռադատված ու զորավոր նամակագրության, որոնք սովորաբար ընդունվում էին որպես Աստծո խոսք։ Այս թղթերն ընթերցվում էին եկեղեցիները եւ Աստծո ողորմությամբ Սուրբ Հոգու ազդեցությամբ մեծ ազդեցություն էին թողնում հավատացյալների վրա։ Շնորհակալ ենք Աստծուց այս գեղեցիկ դասերի համար։ Եվ այսօր շատ կարևոր մի դաս է, որ մենք պիտի խաղեցինք այս դասից, որ մենք երբեք չփորձենք կարծիք կազմել մարդկանց մասին եւ չորոշել այս մարդը արժանի է քարոզելու թե արժանի չէ։ Աստված է, որ գիտի։ Եվ բոլորն էլ արժանի են քարոզել, բոլորն էլ մեղավոր են, բոլորին էլ պիտի քարոզվի։ Նրանց համար ովքեր դարձի կգան Փառք Աստծո, դարձի կգան նրանց փրկության համար կլինի, իսկ նրանց համար ում Աստված գիտի, որ դարձի չեն գա, բայց որպես վկայության խոսք իրենց ասվում է, որպեսզի հետո չկանեն, չասեն, մենք չենք իմացել։ Եվ ցավոք այդպիսի մարդիկ ավելի շատ են լինելու, քան թե ապաշխարած մարդիկ, ցավոք։ Հիսուս ասում է, նեղ է ճամփան, քչերն են ընտրում փրկության ճամփան, եւ լեն է ճամփան, որ տանում է դեպի կործանում, եւ շատերն են ընտրում։ Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է վկայենք նրանց։ Հիսուսը ասում է, որ աշխարհի վերջ իր գալուստից առաջ աշխարհի վերջում ասում է այս ճշմարտության ավետարանը կքարոզվի որպես վկայություն։ Այսինքն յուրաքանչյուր մարդ պետք է լսի եւ ընտրություն անի։ Եվ Աստված այսօր սպասում է, որ մենք Պողոսի պես ակտիվ լինենք, Պողոսի պես սիրենք իրեն եւ Պողոսի պես մեծ սիրով ծառայենք մարդկանց եւ ձգտենք Աստծո դուստրերին եւ Աստծո զավակներին, որ այսօր դեռ չեն ճանաչում իրեն, ճանաչեցնենք իրենց։ Թող Աստված օրհնի մեզ այս գործում եւ Աստծո ողորմությամբ մինչեւ մյուս շաբաթ։